թե Միքայել Աճապահյանը, թե Վազգեն Գալստանյանը, նրանք Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նկարագրված արարքներ են գործել, ինչի համար Հայաստանի Հանրապետությունում ընթանում են նախաքննական գործողություններ եւ ինչ որ երկրում ակցիա անելը չի կարող կամ նրանց հոգեվորական լինելը չի կարող լինել ուրեմն իրենց համար տենց անվտանգության բարձիկ եւ ամենաթողություն։ Դե Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելուց հետո անմիջապես հայտարարեցին, որ նա քաղբանտարկյալ է։ Սրանք քաղաքական հետապնդում բոլոր քաղաքականություն մտած մարդիկ կամ նախապես խոսքը իհարկե այս դեպքում հոգեվորականներին չի վերաբերում առհասարակ ում ասում են քաղբանտարկյալ, ուրեմն ի սկզբանե հասկանալով, որ իրավապահ համակարգ իրենց ետևից գնում է, իհարկե կատարած որոշակի, ենթադրաբար կատարած գործողությունների համար, նրանք արագ մտնում են քաղաքականություն, որպեսզի հետո նման աստարտ տան, որ նրանք քաղբանտարկյալ են եւ միգուցե տարբեր միջազգային կազմակերպություններից ակնկալեն հայտարարություններ կամ միգուցե իրենց քաղաքացիության հարց լուծեն, միգուցե։ Օրինակ այդպիսի օրինակ էր Գյումրու քաղաքապետի դեպքը, երբ Վարդան Ղուկասյանը ոնց որ նախաքննական մարմնից դուրս գալուց հայտարարեց, որ ես իմ համար հանգիստ ապրում եի, այ հիմա դուք ինձ ստիպեցիք մտնեմ քաղաքականություն։